Մեղադրող կողմն այսօր պահանջեց տուգանքով պատժել ընդդիմադիր Աշոտ Փիլիպոսյանի դեմ բռնության գործով Միակ Ամբաստանյալին, թեև առաջադրված հոդվածով նախատեսվում էր նաև երկամսյա կալանք, դատախազը միջնորդեց դատարանին հաշվի առնել մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ։ Իր տան բակում ծեծի ենթարկված ընդդիմադիր Աշոտ Փիլիպոսյանը պնդեց, թե նախաքննական մարմինը եւ թե դատարանն ամեն ինչ արեցին հանցագործության բոլոր մասնակիցներին ու ծեծի պատվիրատուներին կոծկելու համար։ Իր խոսքի վերջում Փիլիպոսյանը նույնիսկ հեգնեց. Երևի պետք է շնորհակալ լինեմ, որ ես չդարձա մեղադրյալ։ Ամբաստանյալ Պարքև Մանուկյանի պաշտպանն էլ միջնորդեց էլ ավելի մեղմացնել դատախազի պահանջած պատիժը եւ սահմանել 30,000 դրամի տուգանք։ Ազատության հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ այս միջնորդությունը ամենայն հավանականությամբ կբավարարվի։ Իմ ներկայացրած հիմնավորումները առավել քան բավարար են, քանի որ դատաքննության ընթացքում, ինչպես նաև վկայի արձագանության տուժողի արձագանության պարզվեց, որ տուժողը որևէ էական վնաս չի ստացել, միայն ծեծ։ Մեղադրական եզրակացության համաձայն Ամբաստանյալը վերադարձել է Ռուսաստանից եւ ամիսներ առաջ իր հորեղբոր տղային հասցված վիրավորանքի համար դեկտեմբերի 12-ին ծեծել Հայ ազգային կոնգրես կուսակցության Հրազդան կառույցի ղեկավարին։ Ամբաստանյալի համագյուղացի հակվարչության անդամ նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը դեռ դեպքի օրը հիվանդանոցում Ազատության հետ զրույցում հայտարարել էր, բռնությունն իրականացվել է իշխանության պատվերով։ Այն բանից հետո, երբ ընդդիմադիրները Լեռնանիստ գյուղում հանրահավաքի իրազեկման ժամանակ վեճի են բռնվել իրենց խոչընդոտող գյուղապետի հետ։ Այստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի, արդեն բացահայտ սա քաղաքական տերոր է։ Նախաքննության ու դատաքննության ընթացքում միջադեպը դիտարկվել է որպես կենցաղային հողի վրա կատարված հանցագործություն։ Հակվարչության անդամը մինչդեռ շարունակում է պնդել, Փիլիպոսյանը տուժել է քաղաքական հայացքների համար։ Բարեղամյանը նշում է, որ հանրահավաքի իրազեկման ժամանակ ու դրան հաջորդող շաբաթներին Փիլիպոսյանը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել։ Ծեծն էլ տեղի է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի, ակտիվիստների ու ազատամարտիկների դեմ միմյանց հաջորդող բռնությունների օրերին։ Ես բարից բուն իմաստով ասում եմ սա, ամբողջությամբ կազմակերպեց է հենց Սերժ Սարգսյանի կողմից։ Հարց ինչի։ Որպեսզի այդ վախի մթնոլորտ ամբողջ հանրապետություն տիրի, որպեսզի մարդիկ ոտքի չկանգնեն, որտեղ արդեն ծայրահեղ վիճակ է ամբողջ հանրապետությունում։ Դատարանը վճիռը կընթերցի վաղը, կլինի երկամսյա կալանք, թե 30 կամ 100,000 դրամ տուգանք Փիլիպոսյանին այդքան էլ չի հետաքրքրում։ Թատրոն որակելով դատավարությունը նա ընդգծում է, Ամբաստանյալի աթոռին պետք է նաև այլ մարդիկ լինեին։ Ինչպես դեպքի օրը, այնպես էլ այսօր Փիլիպոսյանը հայտարարում է, գետնին ընկած ժամանակ իրեն մի քանի հոգով են ծանր հարվածներ հասցրել, սակայն նախաքննական մարմինը անտեսել է այս ցուցմունքները։ Դեմքի շրջանում ստացած վնասվածքները, ուղեղի ցնցումն ու կրծքավանդակի սալջարդն էլ թեթև մարմնական վնասվածք որակել։ Իրանք թողել են մեկ հոգու, որպեսզի շատ հանգիստ թեթև տուգանքներով հարցը լուծեն խաղի գնան։ Միայնակ չի եղել, եթե ինքը միայնակ լիներ, այդքան հեշտ չէր ինձ գետնին գցելը ու ծեծելը, ունե ֆիզիկապես։ Ես ասում եմ, որ ին հետևից շատ ուժգին հարվածներ է եղել։